Ազգային բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի ևս 30 օր մնալ անազատության մեջ։ Չորեքշաբթի լույս 5-շաբթի գիշերը ժամը 3-ին մոտ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հայկ Դոլմազյանը որոշում է մասնակի բավարարել գործարարի կալանքը երկարաձգելու քննչական մարմնի միջնորդությունը։ Քննիչը դատարանից պահանջել էր 2 ամսվա կալանք, դատարանը 1 ամսով է երկարաձգում կալանքը։ Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է մասնակի։ Կալանքի ժամկետը երկարաձգել է 30 օրով։ Սամվել Կարապետյանի գործում ներգրավված են 53 քննիչներ։ Նրանց բերած միջնորդությունը դատարանը քննում է 2 օր շարունակ եւ ըստ էության չի հաստատում մեղադրանքները։ Տնտեսական բնույթի նույնիսկ քննչական կոմիտեն չհապաղեց, հայտարարություն տարածեց, որ դա վերաբերում է փողերի լվացմանը եւ այլն։ Մենք փաստաբանական թիմով հայտարարություն էինք տարածել, որ թե երկրորդ դրվագը, թե երրորդ, թե բնականաբար առաջինը ակնհայտ անհիմն են։ Դատարանը այսօր արձանագրեց, որ թե երկրորդ դրվագը, թե երրորդը, այսինքն նորը եւ նախկինը պայմանականորեն երկուսն էլ նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարում։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսինն է, որ այս 1 ամիսը երկարաձգվում է 1 տրամաբանությամբ, կամ ավարտեք գործը ուղարկեք դատարան, կամ ընդհանրապես ավարտեք։ Նիստերի 2 օրերի ընթացքում Կարապետյանին աջակցելու եկած հազարավոր քաղաքացիներ մինչև ուշ գիշեր դատական նիստի ավարտը չեն հեռանում, մնում են դատարանի բակում Սամվել Կարապետյանի ազատության պահանջով։ Իրանք վախենում են այն ազդեցությունից, այն տպավորությունից, որ ստացել են 3 մի քանի հազար մարդ 12 ժամ, 10 ժամ ստեղ սպասել է։ Դա իրանք ցույց է տալիս, որ չեն հոգնում գնում։ Մեծ մասը չի օգնում գնում, այսինքն բոլորը հետևողական մնում են, թող իրենց հույս չտան։ Առաջին դատական նիստի ավարտին քաղաքացիները դատարանի բակից բարձրանում են Թբիլիսյան խճուղի ողջունելու Սամվել Կարապետյանին, սակայն ոստիկանական ավտոշարասյունը տեսնելով հարյուրավոր քաղաքացիներին փոխում է ճանապարհն ու հակառակ ուղղությամբ գնում։ Հաջորդ օրը դատական երկրորդ նիստին Սամվել Կարապետյանին դատարան բերող ոստիկանական մեքենաները չեն խուսափում անցնել դատարանի բակում հավաքված ազգային բարերարին աջակցելու եկած քաղաքացիների կողքով եւ գլխավոր մուտքից են մոտենում դատարանի շենքին։ Ինչպես տեսաք, մի քանի մեքենաների ուղեկցությամբ է մեքենան ներս մտնում, նաև ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ են կարծեք։ 2 օր շարունակ դատարանի բակում են Սամվել Կարապետյանի կինը, դուստրը, որդիները, եղբայրը, մյուս հարազատները եւ քաղաքացիներ, որոնք պարզապես եկել են ազգային բարերարի ազատության համար։ Ճիշտ ասած, ես եկել եմ, որ մտնեմ ներսը, ինքը դուրս գա։ Խոսքս վերաբերում է Սամվել Կարապետյան, իր նահագին գործին անելու դրսումը, ինձ բան չունեմ ստեղ անելու։ Դուք պատրաստ եք կալանավորվել Սամվել Կարապետյանի։ Այո, 100%։ Ինչու։ Ինքը ոչ թե ազգին նվիրյալ է, այլ նվիրյալներին նվիրյալ է։ Ինքը ոսկի չէ, ադամանդ է։ Ինքը բարերար չէ, մեծ բարերար է։ Մեծատարով մեծ մարդ, բայց այդպիսի մարդու համար կյանքս էլ կտամ։ Բանկի տակ իրան ով որ դրել է, ասենց ասենք ժողովրդի լեզվով չէ, այդ մարդիկ եկեղեցի ասած հասկացողություն չունեն, իրանք սրբություն չունեն։ Այստեղ են, որովհետև բռնաճնշումներ են իրականացում եկեղեցու հանդեպ եւ բռնաճնշումներ են ապօրինի ձևով ընդամենը մի հայտարարության համար, որ աջակցում է հայ առաքելական եկեղեցին։ Լավից վատից պատմությանը ծանոթ ենք բոլորս։
Աշխարհի ոչ մի երկրում նման բան չի եղել։ Նույնիսկ եթե ազգային բարերար չլիներ եւ եկեղեցուն չպաշտպաներ, այլ քաղբանտարկյալ լիներ, այդ խայտառակությունն է։ Հայաստանը չպետք է ունենա քաղբանտարկյալներ։ Կալանավորել Սամվել Կարապետյանին նշանակում է կալանավորել ամբողջ հայ ազգին։ Ես գտնում եմ, որ պետք է արդարադատությունը հաղթի։ Պահանջում եմ ազատություն Սամվել Կարապետյանին։ Իմ հայրենակից, իմ բարերար, բարեգործ Սամվել Կարապետյանին ազատություն։ Եկեղեցուն պաշտպանելու համար մարդուն կարելի է կալանավորել։ Այդ որտեղ է գրած։ Որ երկրում կա տենց բան։ Թող մի քիչ համաչեն, էլի։ Մեր բոլորիս խայտառակությունն է, որ Սամվել Կարապետյանի նման բարերարը այսօր գտնվում է կալանքի տակ։ Ազգային խայտառակություն է։ Սամվել Կարապետյանին պատկանող հեծի անվտանգության աշխատակիցներին նույնպես նկատում են դատարանի բակում։ Ընկերության տնօրենի նախկին պաշտոնակատարի խոսքով նրանք եկել են տեսնելու, թե հեծի աշխատակիցներից ովքեր են եկել աջակցելու ընկերության սեփականատիրոջը, քանի որ առաջին նիստի օրը լուր է տարածվում, որ հեծի ժամանակավոր ԿՊԱ-ական կառավարիչը խիստ զգուշացրել է աշխատողներին դատարանի բակ չգնալ։ Քիչ առաջ այստեղ հեծի անվտանգությունից էլ մարդիկ են եկել են գույքագրեն, թե ովքեր են եկել։ Իհարկե, այսինքն ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Դուք հարցրեցիք ինչ եկել, պարոն Չէ, կարող մի քիչ կոպիտ լինի, դրա համար չհարցրեց։ Մեր նախկին աշխատակիցն է, որը եկել է այստեղ գույքագրի հասկանալու ով է եկել, ով չի եկել։ Սամվել Կարապետյանի ազատության պահանջով դատարանի բակում են նաև քաղաքական, հասարակական գործիչներ։ Ինչու են վախենում Սամվել Կարապետյանից, որովհետև Սամվել Կարապետյանը իր ընտանիքի, իր բիզնեսների կայացումը եւ հարստությունը, որ ինքը քրտինքով անձնական եւ իր ընտանիքի ջանքերով վաստակել է, Հայաստանում չի վաստակել։ Այսինքն նա դրսում է այդ ամեն ինչ արել, հետեւաբար այն խոսույթը, որ իրենք տարբերաբար տարիների ընթացքում հարուստ անձնավորության, հարստություն կուտակելու, կոռուպցիայի, օլիգարխիայի վերաբերյալ անընդհատ շեշտադրումները եւ թիրախավորել են այս կամ այն գործիչին, Սամվել Կարապետյանի պարագայում այդ բաղադրատոմսը չի գործում։ Հետևաբար շատ ավելի ուշադիր են, շատ ավելի զգոն են, որովհետև անուրանալի է Սամվել Կարապետյանի ավանդը եւ իր ընտանիքի ավանդը, թե Հայաստանի, թե Արցախի կայացման եւ այդ բարերար գործունեությունը, որ ինքը իրագործել է։ Հետևաբար ռեսուրսների առումով համ կա ըստ էության Հայաստանի չափանիշներով իրենց հասկացողությամբ կա անսպառ ռեսուրսներ, թե մարդկային, թե ֆինանսական, եւ կա նաեւ համաժողովրդական, այսպես ասած, սեր եւ հարգանք դեպի մեծ բարերար։ Հետեւաբար ինքը Իրանից ներկայացնում մեծ վտանգ։ Ոչ ոքի համար բանտն ու զրկանքները այլևս նորություն չեն, այլևս սարսափելի չեն, հետեւաբար այդ ֆունկցիան չի գուցե անձնական վրեժխնդրություն, ընտրովի արդարադատություն, սելեկտիվ վերաբերմունք մարդկանց տարբեր խմբերի վերաբերմամբ, բայց ամեն դեպքում դրանում արդարադատություն դնել չի կարելի։ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, որովհետև կա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը։ Ըստ այդ բանաձևի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պատրաստել է չափորոշիչներ եւ այդ չափորոշիչների համաձայն բոլոր չափորոշիչներով նրա գործը եւ նրա նկատմամբ մեկնարկած քաղաքական հետապնդումը եւ այն ինչ որ իրավապահ եւ դատաիրավական մարմիններն են անում համընկնում է այդ բոլոր չափորոշիչների հետ։ Այսինքն ես երբ որ ասում եմ որ Սամվել Կարապետյանը կամ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալներ են, ես ելնում եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի չափորոշիչներից։ Միջազգային չափանիշները նաեւ ասում են որ անձը ինքը կարող է ինքն իրեն ճանաչել քաղբանտարկյալ եւ համարվել քաղբանտարկյալ, ըստեյալ պարագայում ես առաջնորդվում եմ այդ չափանիշներով։ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտ ուղղորդված քաղաքական հստակ հայտարարություններով, քաղաքական հրահանգներով եւ ազատություն զրկելը ամբողջությամբ տեղավորվում է դրա մեջ։ Ես դրա համար եմ ասում, որ իմ կարծիքով Սամվել Կարապետյանը
պատանդի կարգավիճակում։ Ինչու Սամվել Կարապետյանին, որովհետև եթե մի քիչ լավ ես պատկերացնում տվյալ անձնավորության հանրային դիրքը, հանրային կշիռը, հնարավորությունները, այս տասնյակ տարիների ընթացքում Հայաստանի ու Արցախի համար արած ամեն ինչը բարձ է, որ առաջնային թիրախ է դառնալու տվյալ անձնավորությունը եւ բոլորս էլ տեսնում ենք, որ մի միլիմետր անգամ իշխանությունը չի նահանջում իր բռնապետական դիրքից ու քայլ չի անում դեպի ժողովրդավարություն, որի բաստիոն ինքն իրեն հռչակել է։ We will attack Pashinyan every day. Դատական այս նիստերին առաջին անգամ մասնակցում է նաև Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նա հայ լրագրողների համար ասուլիս է կազմակերպում նիստից առաջ եւ հայտարարում, որ մինչեւ Կարապետյանին ազատ չարձակեն, ամեն օր գրոհելու են Փաշինյանին։ These charges were made in Disneyland. Դիսնեյլանդում կառուցած մեղադրանք է։ I have no idea. No one has any idea. Ոչ ես, ոչ որևէ մեկը չի կարող պատկերացում ունենալ թե ոնց։ I mean literally Disneyland charges. They understand well that they have no credibility on the charges relating to overthrowing the government. Նրա խոսքով Կարապետյանի դեմ բացված գործը ստեղծվել է Դիսնեյլենդում։ Հայաստանի իշխանությունը նույնպես վստահ է, որ այդ գործում որևէ արժանահավատություն չկա, պնդում է հեղինակավոր փաստաբանը։ Nobody here, none of you can properly define money laundering. Շատ բարձ պատճառով, որտեղ ոչ ոք, ձեզանից ոչ մեկը ներկա այստեղ չի կարող պատշաճ կերպով սահմանել, թե ինչ է նշանակում փողերի լվացում։ This is why authoritarian governments use it. Because nobody knows what the hell it is. The actual definition is quite complex. And it involves a lot of technical procedures to prove it. I can assure you, without even fully seeing the charges, that they are unquestionably outside of any substance because of the date of the charges. Ամստերդամը շարունակելով խոսել Կարապետյանի դեմ բացված գործի մասին, ասում է, որ անգամ Տանզանիան կամաչեր նման դատական գործ սկսել։ Ամստերդամը հասկանում է, որ կառավարությունը մեկ խնդիր ունի լուծելու՝ գցել Կարապետյանի վարկանիշը, քանի որ վախենում է նրա հետ մրցակցությունից 2026-ի խորհրդարանական ընտրություններում։ Ռոբերտ Ամստերդամը պատրաստվում է դիմել Եվրոպական միություն եւ ՄԻԵՏ բարձրաձայնելու Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քաղաքական հետապնդման մասին։ Ամստերդամը խոստանում է ամբողջ աշխարհին ներկայացնել Հայաստանի վարչապետի գործելակերպը։ I can promise you all, within a month, the world will be aware of the activities of this Prime Minister and his jailing of political opponents, what he perceives to be political or religious opponents. Դատական նիստերի ընթացքում դատարանի բակում ամենաբարձրը հնչում են մեր ձևով շարժման անդամների ձայները։ Սամվել Կարապետյանի ղեկավարած ժողովրդական շարժման անդամները չհանձնվելու, չվախենալու
տաղանդավոր երեխաներ իրենց շրջապատում փոխանցեն, որ մեր ձևով ժողովրդական շարժումը իրենց կողքին է։ Այս շարժումը Սամվել Կարապետյանի ազատության մասին չէ։ Այս շարժումը մեր երկիրը նորից ոտքի կանգնացնելու, գնահատված լինելու եւ դեպի պայծառ ապագան նայելու մասին է։ Մենք հավաստիացնում ենք բոլորին, որ մենք ոչ ոքի չենք հիասթափեցնի։ Սա շատ կարևոր հայտարարություն է, շատ պատասխանատու, բայց մենք եկել ենք այդ որոշման եւ շարժումը չի դադարելու, շարժումը միշտ շարունակելու է գործել անկախ քաղաքական զարգացումներից։ Իմ ամենադժվար պահին իմ կյանքին, երբ որ ես կանգնած եմ եղել Մահվան շեմին, իմ կողքն ա եղել կանգնած Սամվել Կարապետյանը։ Ու ես այսօր հպարտ եմ, որ ունեմ այդ հնարավորությունը, որ կամ եւ աջակցեմ Սամվել Կարապետյանին։ Եվ մենք չենք եկել խնդրելու արդարություն, մենք եկել ենք պահանջելու արդարություն։ Եվ բոլորս հիմա պահանջում ենք ազատություն Սամվել Կարապետյանին։ Ազատություն, ազատություն, ազատություն։ Այսօրվա ստեղծված պատկերը խոսում է նրա մասին, որ դատական համակարգը հարթակային տիկնիկա դարձել այսօրվա իշխանության ձեռքում ու ծառայացնում է միայն իրենց շահի համար։ Այստեղ արդարադատություն չկա։ Այստեղ մարդկային խղճի նշույլ չկա։ Մենք շատ լավ գիտենք, որ մեր պայքարը ունենալու է մի ճանապարհ։ Եվ այդ ճանապարհը մեր բոլորի հաղթանակն է։ Ազատություն! 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 Առավոտի դիրիկու քանի տարի է, ատելություն է սերմամուկ, առավոտի դիրիկու քանի տարի է բաժանում են մեր սև ու սպիտակների, բաժանում են չգիտեմ էլ ինչերի, սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, հիմա ավելի քան երբեք պետք է լինենք համախմբված, պետք է լինենք իրար հետ, պետք է լինենք մեջք-մեջքի տված, պետք է մեր ձայնը բարձրացնենք, պետք է կանգնենք առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, մեր հոգևոր հայրերի կողքին, ու մեր Սամվել Կարապետյանի կողքին, ու պահանջում ենք, որ ազատ արձակեն մեր Սամվել Կարապետյանին, մեր ազգային բարերար Սամվել Կարապետյանին, ու Սամվել Կարապետյանը պետք է դուրս գա, կանգնի մեր մեջքին, ու մենք պետք է արարենք ու ունենանք այն Հայաստանի Հանրապետությունը, որը որ մենք երազում ենք ունենանք, ու մենք ունենալու ենք այդ, ու մենք անելու ենք այդ մեր ձևով, ազատություն Սամվել Կարապետյանին։ Ազատություն! 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 Չի կարող մի երկրում խոսվել մարդու իրավունքների, սահմանափակումների, անազատությունների մասին, իսկ մեկ այլ երկրում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով չխոսել դրանց մասին։ Ես միջազգային կազմակերպություններին եւ հավատարմագրված ներկայացուցչություններին ուղղակի կոչ եմ անում լինել կոնստրուկտիվ դաշտում։ Մենք նույնպես համագործակցելու ենք նրանց հետ,
Մենք նույնպես աշխատանք ենք տանելու նրանց հետ, սակայն այդ աշխատանքը պետք է լինի փոխադարձ։ Վերջում ուզում եմ ավելացնել, որ շատ դեպքերում լռությունը շատ ավելի խոսուն է, քան այդ ուղիղ կամ բարձր ասված խոսքերը։ Շնորհակալություն։ Արտարությունը չի մահանում։ Արտարությունը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ մենք կանք, քանի դեռ ժողովուրդը կանգուն է։ Հենց այսօր, սիրելի ժողովուրդ, դուք ապացույց եք, որ Սամվել Կարապետյանի կողքին ոչ թե պարտադրանքով ենք, այլ մեր համոզմունքով։ Որովհետև մենք գիտենք, փոքրիկ խմբակն էլ գիտի, որ Պարեն Կարապետյանը չի քանդել, այլ կառուցել է, չի գողացել։ Եթե Սամվել Կարապետյանին կարող են կալանավորել մեր ձևով արտահայտության համար, Միքայել Սրբազանին կարող են դատապարտել իր արտահայտության համար, Բագրատ Սրբազանին կարող են դատապարտել նրա համար, որ ուզում էր ազատվել այս իշխանություններից օրինական ճանապարհով, իսկ այսօր ընդհանրապես սպառ չի, թե ինչում է մեղադրվում Մկրտիչ Սրբազանը եւ 12 հոգեվորականները։ Ես հույս ունեմ, որ մեր հավատացյալ ժողովուրդը ի վերջո ոտքի կկանգնի ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ այն մարդը, սա ասում եմ անձամբ իմ անունից, այն մարդը, որ այս երևույթը կշփոթի քաղաքականության հետ, նա այլևս պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի ազգադավ քաղաքականությունը։ Սա իմ անձնական կարծիքն է։ Սամվել Կարապետյանը ապօրինաբար ազատազրկված է, որովհետև այնքան քաջություն ու համարձակություն ունեցավ, որ երբ հատեցին իր կարմիր գիծը դիպան եկեղեցուն, նա կանգնեց ի աջակցություն մեր հայկական ինքնությանը եւ հայ առաքելյաց եկեղեցուն։